Անվադողեր, ապրանք, որը կամա թե ակամա կիրառում ենք մեր կյանքում։ Բոլորս էլ մեր առօրյա կյանքում օգտվում ենք մեքենաներից, հանրային տրանսպորտից, ժամանցի համար կամ որպես փոխադրամիջոց օգտագործում ենք հեծանիվները։ Բոլոր դեպքերում մենք ստիպված օգտագործում ենք տարբեր տեսակի անվադողեր, որոնք մաշվելուց կամ վնասվելուց հետո այլևս պիտանի չեն օգտագործման համար և հանդիսանում են վտանգավոր թափոն։ Համապատասխան վերամշակում չանցնելու դեպքում վտանգավորության 4-րդ դասի թափոն համարվող օգտագործված անվադողերը թողնում են շատ մեծ բացասական ազդեցություն շրջակա միջավայրի վրա։ Աղբավայրում հայտնվելուց հետո դրանցում պարունակվող ծանր մետաղները և թունավոր քիմիական նյութերը տարալուծվում են շրջակա միջավայր աղբավայրում առկա այլ հեղուկների հետ շփման արդյունքում։ Անվադողերը կենսաքայքայման չեն ենթարկվում։ Դրանք շատ մեծ տարածք են զբաղեցնում աղբավայրում, իսկ հրդեհի դեպքում շատ երկար են այրվում, բազմաթիվ վնասակար նյութեր արտանետելով շրջակա միջավայր։ Հաճախ Հայաստանում անվադողերն այրում են ջեռուցման նպատակով կամ ոչ օրինական կարգով հայտնվում են աղբավայրում։ Կարևոր է նշել, որ համաձայն աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքի անվադողերն արգելվում է տեղադրել աղբավայրերում։ Հայաստանում անվադողերը հնարավոր է վերամշակել։ Վերամշակման արդյունքում պիրոլիզային եղանակով ստացվում է հում նավթ, որից արտադրվում է դիզելային վառելիք, նվազեցնելով շրջակա միջավայրի հասցվող վնասը։ Անվադողերի և այլ վտանգավոր թափոնների գործածության համար լիցենզավորված կազմակերպությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայք։